Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի մեզ հետևող ժողովուրդ։ Ես իմ ելույթը երկու մասի կբաժանեմ, սկզբից մի փոքր պոզիտիվ կտամ դալիճին, հետո առարկայական պարոն Ֆարմայան կանդրադառնամ խնդրին։ Երեք խոսվեց համակարգային կոռուպցիայից, ժողովուրդ ջան, եկել եմ մի քիչ ծանոթացնեմ ձեզ։ Այս ընկերը ժողովուրդ ջան, Գագիկ Խաչատյանի ժամանակ ՊԵԿ-ի վերահսկողության վարչության պետն է, համատեղությամբ ՔՊ ցուցակի 121-րդ համարը, ժողովուրդ ջան, Գևորգ 122, ներողություն, պարոն Հարությունյան, հաջորդը ժողովուրդ ջան, այս վայ կներեք, Սրբազանի հետի նկարն է, ժողովուրդ ջան, Գևորգ Սաղոյանը Սրբազանի հետ, բայց չէ, ժողովուրդ շարունակեմ, Պարոն Կարապետյան, հիշում եք այն հոմպլեքսը, պարոն Ղազյան, որ լույսերը գնում գալի, այն խայտառակ պատմությունը։ Պարզվում է, այս Գևորգ Սաղոյան նկարներից հասկանում ես, որ այս հոմպլեքսի տիրոջ ընկերն է, այս մեջտեղինը գերմանացի է, ժողովուրդ, ուրիշ բան չմտածեք։ Հիմի բարձր ցույց կտամ, ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ, պարզվում է, Գևորգ Սաղոյան համատեղությամբ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է։ Փաթաթված իրար հետ։ Այս մարդը գերմանացի չի։ Դումանյանն է, իր տղան է մեծ տեղ աշխատում էր, պարկեշտ անձնավորություն, աշխատակազմի ղեկավարն էր, բայց շարունակեմ։ Ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ ջան։ Վայ, չես նկարն է պետք ցույց չտայ։ Պարոն Ռուբինյան, երեք Շիրակին Թորոսյան նախին հանրապետականից մանեիք գալիս, ոնց որ ձեր մայքեքով հանգրվարնելա ձեր շարքը։ Բայց եկեք շարունակեմ, ժողովուրդ։ Ես ուսումնասիրել եմ, հասկանամ Սաղոյան Գևորգը ինչ ունի։ Պարզվում է, ժողովուրդ ջան, մի քյասիբ անձնավորություն։ Անցյալ տարի 230 միլիոն ըստ հայտարարագրի Basic Investment եւ Development ընկերությունից է ստացել, 60 միլիոն, չգիտեմ որտեղից, 7.5 միլիոն է ավանդի փողն է ստացել։ 37200 ունի, 44700 եվրո ունի։ Ու ապրում է մի պստիկ խղճուկ 510 քառակուսյանոց տան մեջ։ Դուք հաշտ եք այս մտքեր, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ նորմալ է, շատ լավ է։ Ու սա ունի 500,000 դրամանոց աշխատավարձ ստացող ներկայումս կարկառուն ՔՊ-ական մարդ։ Ստե նկարներ էլի ունեմ, էլի եմ խոսալու, հերթով գամ, էլի ժողովուրդ։ Եկեք շարունակենք, ժողովուրդ։ Այս ընկերությունն ու այս անձնավորությունը դեռ ավականի է, ինձ հետաքրքիր էր էլի այս շին թույլտվություններն էլիտար շենքերի, որ սենց ստանում են ու շենքեր են կառուցում։ Ո՞վ է այս մարդը, էլի։ Ինչ ասում են գործ չունես, ՔՊ-ական է։ Դու մի ասա ձեր պատկերացրամբ այդ ՊԵԿ-ի կոռուպցիոն բուրգի ուղիղ սենց հենասյունն է եղել։ Եթե դուք ասում եք, որ կոռուպացված է թալանչի է, բայց թալանչու հետ եկեք գրգված նկարվում, ժողովուրդ։ Այսինքն ով ընդունել է ձեր կրոնը, իր հետ հաշտեք, կամ թե ով դրել է այս գլխակը ու ավտոբուսի կողքը նկարվել է, այդ մարդու հետ դուք պրոբլեմ չունեք, ժողովուրդ ջան։ Բայց մի հատ ավելի sense հետաքրքիր պատմություն պատմեմ, ժողովուրդ, այս հեքիաթային բանը մոտիվներով պատմեմ, լինում են երկու ընկերներ, Գևորգ Սաղոյան եւ Արմենը Սաքապետոյան, նախկին ՊԵԿ-ի բարձրաստիճան չինովնիկներ, ժողովուրդ։ Իրար հետ համատեղ հիմնում են ընկերություն, Basic Investment-ը, որի 50%-ը լինում է այս Գևորգինը Սաղոյանը, 33-ը Արմենինը Սաքապետոյան։ Այս Արմենը չի հասկանում, որ գուտի գլխակ դնի, ժողովուրդ ջան, ու սխալվում ասում է, որ բանկային գաղտնիք չկա։ Ու գիտեք ինչ է հետևում։ Ապօրինի գույք, դու թալանչի ես, դու ստոր ես, դու նենգ ես։ Հետո ժողովուրդ, բայց սկզբունքը ուր կորավ ձեր։ Երկուսը նույն ռանգի, երկու քաղաքացիները նույն ռանգի պետական չինովնիկներ են եղել, ժողովուրդ։ Մեկը ձեր շարքերում է, դուք հաշտ եք իր հետ, մեկը սխալվել է, ճիշտ բանը ասել է ժողովուրդ պետության ռեյտինգի վնաս է, այսի մի արեք էսի, չի կարելի վերջապես, բայց դուք արի ուտես Սաքապետոյանի հետ խնդիր ունեք, ժողովուրդ ջան։ Մի հատ ուրիշ բան ասեմ, պարզվում է, այս մեր Սաղոյան Գևորգը կոկորդիլոսների հետ էլ խնդիր ունի։ Բա, նկարները նայում եմ, տենում եմ կոկորդիլոսներին, մորթե կոշիկնակ եմ անա գալիս։ Ալիգատրից կոշիկները հաղթում ես մեր ընկերը, հասկանում եք, ժողովուրդ։ Դրա գինը մնացածը լնայեք, էլի, ժողովուրդ։ Այս մարդը ստեր խնդիր ունի, կոկորդիլոսների հետ էլ խնդիր ունի։
Բայց շարունակեմ, նաև այդ կոռուպցիայի դեմ պայքարը որ շարունակում եմ, պարզվում է Գևորգ Սաղոյան կամ անշարժ գույքի ինֆլուենսերը, այն որ գովազդն անում լավն է, բան կամ չէ, ինքը էլի գույք ունի, թաքցնում է, որովհետև Facebook-ով ու միսով որ նայում ես, այս մարդը խիա ուրիշի գլխակ դրե գնաց է ռեկլամ անում։ Այս էլ ուրիշ ընկերություն է, որը երկար առիթ կունենամ անդրադառնալու ժողովուրդ։ Բայց հիմի շարունակեմ, էլի։ Ստեղ ժողովուրդ ջան, ստեղ ժողովուրդն ասեմ, էլի, խնդիրն ինչու՞մ է կայանում, սկզբունքի խնդիր է ժողովուրդ։ Այսինքն ես խոսում եմ, երբ որ քաղաքացին ունենում է այլախոհ, այլ կարծիք, դուք իրան հետապնդում եք ժողովուրդ։ Եթե կա սար, սարը բոլորինն է հավասար, ժողովուրդ։ Եթե կա խնդիր, այդ խնդիրը բոլորին է հավասար։ Իմիջիալոց պարոն Եղոյան, ինձ մոտիկացավ մի հատ քաղաքացի, ինձ թվում է, որ այդ նույն քաղաքացիները, որ 50-50 հարցով եկել էր ձեր մոտ, էլի, ինձ ասում է, բա խաբար եղել եք պարոն Մանուկյան, ասում է, ես էլ եմ շինարար, ասում է, մի հատ նախկին հանրապետականի թալանչի կար, չէ, պեկի թալանչի կար, հիմի ԿՊ-ական է, ասում հետո, ասում է, ես իմ շինարարական ընկերությունը սնկանում եմ իրանը ծաղկում է, ես սնկանում եմ իրանը ծաղկում է, արտայինը գալիս անձի նեղություն է տալիս, ինձ չի տալիս։ Բայց եթե անկեղծ լինեմ, պարոն Եղոյան, չկա տենց բան, էլի, կատակ է անում, այսինքն ես չեմ կարող քաղաքացու անունը տալ, ինչ ուզենամ կանգնեմ ասեմ։ Բայց այդ տրամաբանությամբ այս ընկերության գործերը իդեալական լավ էր, մյուսինը ոչ։ Հիմա վերադառնամ պարոն Ֆարմանյան առարկայական։ Ժողովուրդ, հանձնաժողովը, որը